Բարև ձեզ, Գալանյուս լրատվականը շարունակում է իր աշխատանքը ուղիղ եթերում։ Ուկրաինայում սահմանադրական հեղաշրջում ու իշխանության զինված գրավում է տեղի ունեցել ուկրաինա-ռուսական զորքերը մտցնելու հավանականությունը կա, սակայն դեռևս դրա անհրաժեշտությունը չկա, հայտարարել է Ռուսաստանի նախագահը Վլադիմիր Պուտինը հանդիպել է ռուս եւ օտարերկրյա լրագրողների հետ։ Իսկ պաշտոնական Երևանի արձագանքը ուշանում է, ինչու են հայաստանյան իշխանությունները լռում, կարևորի մասին հաղորդման շրջանակներում կարծիք է հայտնել քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը որոշակի լարվածություն է առաջացրել նաև Հայաստանում, շատերին մտահոգում է, թե ինչ անդրադարձ կարող են ունենալ այս իրադարձությունները մեր երկրի վրա։ Հարցը քաղաքագետների եւ քաղաքական գործիչների քննարկման առանցքում է։ Հրապարակվել է Հայաստանի ազգային մրցունակության 5-րդ զեկույցը աճի հրամայականը եւ խոչընդոտները թեմայով զեկույցի քննարկմանը ներկայ է եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հայաստանում շարունակական բնույթ կրող արտագաղթի հետևանքով երկիրը կանգնած է դեմոգրաֆիական ճգնաժամի առաջ, իսկ Գյումրին արդեն իսկ համարվում է ծերացող քաղաք։ Թեմայի շուրջ ոլորտի մասնագետների մեկնաբանությունները։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման մի քանի պաշտոնյաների ու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստ է։ Ռուսաստան Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպում է անցկացրել ռուս եւ օտարերկրյա լրագրողների հետ, որպեսզի արտահայտի իր տեսակետը Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ։ Նա հայտարարել է, որ Ուկրաինայում սահմանադրական հեղաշրջում ու իշխանության զինված գրավում է տեղ ունեցել։ Նրա խոսքերով Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը ոչ մի ապօրինի հրաման չի տվել։ Ընդդիմության հակասահմանադրական քայլերը թույլատրեցին Ուկրաինայի արևելքն ու հարավ-արևելքը, ընդգծել է նա։ Պուտինը նաև նշել է, որ ուկրաինա-ռուսական զորքերը մտցնելու հավանականությունը կա, սակայն դեռևս դրա անհրաժեշտությունը չկա։ Նրա խոսքերով զինված ուժերի կիրառումը կարող է տեղ ունենալ միայն ծայրահեղ դեպքում եւ օրինական հիմքերով։ Սրա հետ մեկտեղ Ռուսաստան Դաշնության նախագահն ընդգծել է, որ եթե Ուկրաինայի արևելյան շրջաններում անկարգություններ սկսվեն, ապա Ռուսաստանն իրեն իրավունք կվերապահի օգտագործել իր ունեցած բոլոր միջոցները։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հերկել է, որ Սևծովյան նավատորմը ուկրաինացի զինվորականներին վերջնագիր է ներկայացրել։ Ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը Ուկրաինայի հայտարարությունը անհետեթություն է որակել եւ հավաստիացրել, թե որևէ վերջնագիր չի ներկայացվել։ Այդ մասին հայտնել էր Ուկրաինայի պաշտպանության նախարարը, նշելով, թե Սևծովյան նավատորմը մինչև առավոտյան ժամը 5 ժամանակ է տվել սպառնալով գրոհել ուկրաինական զորամասերը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը խնդրել է Վլադիմիր Պուտինին զորքերն Ուկրաինա մտցնել։ Այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ Նա ցուցադրել է Յանուկովիչի նամակը։ Նամակում վերջինս պնդում է, որ Ուկրաինայում իշխանության գրավում է տեղ ունեցել, երկիրը հայտնվել է քաղաքացիական պատերազմի շեմին եւ Ուկրաինայում քաոս ու ամենաթողություն է տիրում։ Նաեւ ասում է, որ հարավարևելյան շրջաններում եւ Ղրիմում բնակվող մարդկանց կյանքը վտանգված է եւ որ նրանց հետ ապնդում են լեզվական եւ քաղաքական տեսակետների պատճառով։ Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի դեպքերին ռազմական միջամտություն կատարելու որոշման պատմության սխալ կողմն է զբաղեցնում։ Նա հայտնել է, որ Վաշինգտոնը Մոսկվայի մեկուսացման նպատակով տնտեսական եւ դիվանագիտական մի շարք քայլեր է դիտարկում։ Ժամանակի ընթացքում դա Ռուսաստանի համար թանկ կարժենանշել է Բարակ Օբաման։ Ավելացնենք, որ Միացյալ Նահանգները որոշել է դադարեցնել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը եւ առևտրային ու ներդրումային բանակցությունները։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշտոնը նույնպես հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ տնտեսական եւ դիվանագիտական պատժամիջոցներ կարող են կիրառվել։ Միացյալ Նահանգների Սենատի կողմից Ռուսաստան Դաշնության հանդեպ պատժամիջոցների կիրառման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի այլ արտարժույթների անցնել եւ ստեղծել իր վճարային համակարգը։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստան Դաշնության նախագահի խորհրդականը։ Ուկրաինայի եւ Ղրիմի խորհրդարանի պատգամավորներն էլ այսօր հանդիպում են անցկացրել, որի ժամանակ որոշում է կայացվել խորհրդարանական խումբ ստեղծել Ղրիմի սահմանադրության մեջ փոփոխություններ անելու հարցով։ Այդ մասին հայտարարել է ռեգիոնների կուսակցության խմբակցության պատգամավոր Նեստոր Շուֆրիչը։ Հանդիպմանը Ղրիմի ինքնավար հանրապետության ղեկավարությունը հնչեցրել է այն հարցերի ողջ փաթեթը, որոնք բարձրացնում են խորհրդարանն ու ինքնավարության հասարակությունը, ասել է Շուֆրիչն ու ուկրաինական խորհրդարանի նիստում։ Բացի այդ նա նշել է, որ արդեն որոշում է կայացվել այդ հարցերով աշխատանքային խմբի ստեղծման մասին։
Օրեցօր Ղրիմում իրավիճակը դառնում է առավել լարված։ Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել է անհրաժեշտության դեպքում Ուկրաինա զորք մտցնելու մասին, իսկ մինչ այդ Ռուսաստանի Դաշնությունը գրավել էր Ղրիմի բոլոր ռազմավարական նշանակության օբյեկտները։ Ի պատասխան Միացյալ Նահանգներն էլ հայտարարել էր, որ ԵԱԿ դիտորդները պետք է անհապաղ մուտք ունենան Ուկրաինա, իսկ մեծ ութնյակի երկրները հրաժարվել էին մասնակցել Սոչիում կայանալիք գագաթնաժողովին։ Ստեղծված իրավիճակը որոշակի լարվածություն է առաջացրել նաև Հայաստանում։ Շատերին մտահոգում է, թե ինչ անդրադարձ կարող են ունենալ այս իրադարձությունները Հայաստանի վրա։ Թեմայի մանրամասները Նաիրա Նալբանդյանի պատրաստած տեսանյութում։ Ուկրաինայի շուրջ զարգացող իրադարձությունները անհանգստության ալիք են բարձրացրել Հայաստանում։ Տարածաշրջանում նոր հավանական պատերազմի վերսկսումը մտահոգությունների տեղիք է տվել, որ Ադրբեջանը կարող է օգտվել իրավիճակից եւ վերսկսել պատերազմը Հայաստանի հետ։ Անգամ լուրեր տարածվեցին այն մասին, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի երկայնքով Ադրբեջանը զինտեխնիկա է տեղակայել։ Պաշտպանության նախարարությունից այս տեղեկությունները հերքեցին։ Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համար եւս նման վարկածնան լուրջ է։ Того, что что-то происходит в Украине, нас не будет штурмовать Турция с Азербайджаном. Очень неправильно понимать то, что происходит на Украине, как противоречие между Западом и Россией, а украинцы тут просто погулять вышли. То, что происходит в Украине, это внутриукраинский кризис, политический кризис украинского государства. Россия или Запад тут могут быть просто поводами, какими-то спусковыми крючками. Իշխող հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը համոզված է, որ այս ընթացքում թե քաղաքական կուսակցությունները, թե պետական այրերը գնահատականներ հնչեցնելու փոխարեն պետք է համբերատարություն ցուցաբերեն, ուստի ինքը եւս խուսափում է պատասխանել այն հարցին, թե Հայաստանն այսօր ում է համարում Ուկրաինայի լեգիտիմ նախագահ։ Այլոց խոհանոցը պետք չէ մտնել, մեր դեսպանը դեռևս Ուկրաինայում է, որևէ վտանգ չի սպառնում, ոչ էլ հայ համայնքին է վտանգ սպառնում, մենք չենք որոշելու, թե ուկրաինական ժողովուրդը կամ այսօրվա կառավարությունը տիրապետողները ինչ մտահղացումներ ունեն, ինչ մոտեցումներ ունեն։ Հարկ է նշել, որ Ուկրաինայում կատարվող վերջին իրադարձությունների արդյունքում շատերն են զուգահեռներ տանում Ղրիմի եւ Լեռնային Ղարաբաղի միջև։ Պատմական եւ իրավական առումով այս համեմատությունը տեղին չի համարում ժառանգական Արմեն Մարտիրոսյանը։ Այն մոտեցումը, որ եթե Ռուսաստանը Ղրիմը ճանաչի որպես անկախ պետություն, բայց պիտի մինուտ կարելի ասել, որ Արցախն էլ կճանաչի որպես անկախ պետություն, այդպես չէ։ Նմանություն, սակայն Արմեն Մարտիրոսյանը տեսնում է Ուկրաինայում եւ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաների միջև։ Ուկրաինայի դեպքերը վկայակոչելով նա չի բացառում, որ հարկ եղած դեպքում Ռուսաստանը կորոշի պաշտպանել օրինակի համար Հայաստանում ապրող ռուսներին։ Այս տեսակետի հետ համաձայն չէ Գալուստ Սահակյանը։ Ռուսաստանը վտանգ է տեսնում, փորձում է այդ վտանգը չեզոքացնել։ Առայժմ այսպես է ամենայն դեպս ռուսական կողմը մեկնաբանում։ Չէ՞ որ հենց Սևծովյան նավատորմի հետ կապված պայմանագրում հստակ նշված է, որ դա Ուկրաինայի դեմ որևէ ձևով չի օգտագործվելու, այլ բոլորովին այլ ֆունկցիա ուներ կատարել, բայց օգտագործվեց։ Ավելին Մարտիրոսյանը հիշում է տարիներ առաջ Հայաստանի Հանրապետության խորհրդարան բերված եւ մեծամասնության կողմից հաստատված օրենսդրական փոփոխություն, որը ենթադրում է ԱՊՀ զորքերը կարող են միջամտել ոչ միայն արտաքին, այլ նաեւ ներքին ագրեսիայի դեպքում։ Նաիրա Նալբանդյան, Տիգրան Կասաբյան, Կալանյուս։ Ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ ուշանում է պաշտոնական Երևանի արձագանքը, ինչու են հայաստանյան իշխանությունները լռում եւ արդյոք ստեղծված իրավիճակից չի օգտվի Ադրբեջանը, փորձելով իր հարցերը կարգավորել տարածաշրջանում։ Այս եւ այլ հարցերի շուրջ կարևորի մասին հաղորդման շրջանակներում կարծիք է հայտնել քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Հաղորդումից մեկ հատված ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Պարոն Շիրինյան, այնուամենայնիվ Հայաստանին ինչ վտանգներ կարող է սպասվել։ Ինքը իրադրությունը պարզ չի, թե հիմա Վաշինգտոն հայտնում են Պուտինը Օբամայի հետ ինչ խոսեց, Մերկելի հետ, այսինքն ակտիվ առևտուր է գնում։ Այս պայմաններում Հայաստանի կարգավիճակի պետությունը, չասեմ Հայաստան, Ֆինլանդիայի կարգավիճակի պետությունը, այս խաղերի մեջ ինչ կարող է ինքը ակնկալել։ Մեկուսանալ ավելի ճիշտ է, որպեսզի հասկանա ինչ է կատարում։ Ես այդպես եմ կարծում, իրավունք չունենք, բայց մի բան հաստատ է։ Այստեղ դա ուզում եմ ասեմ նաև Գյումրիի ռազմաբազան եւ հայ-թուրքական հարաբերությունների սահմանակիցը շատ ուշադիր պետք է հսկվեն։ Այդ մեկը միանշանակ է, որովհետեւ Սևաստոպոլ Գյումրիես գծի վրա ռուսական երկու հզոր բազաներ է որ կան, չէ՞։ Եթե այնտեղ լարումն առաջացավ, դա ավտոմատ կանցնի նաեւ հայկական Հայաստանի սահման։ Մենք չգիտենք առայժմ, խոսակցությունները քիչ են,
թե Թուրքիան ինչ վիճակից կուզենա օգտվել։ Հնարավոր է Ադրբեջանը օգտվի ստեղծված իրավիճակից եւ փորձի լուծել իր խնդիրները կամ իր հարցերը տարածաշրջանում։ Չէ, հիմա սարսափի մեջ է։ Հակառակը, նա հիմա հանգիստ կմնա ռուսներին չջղայնացնելու համար։ Հիմա ես կարծում եմ, ովքեր խելամիտ են միջուկային Ռուսաստանի հետ, որը մեկը չուզենա այնպեսի հարց ունենա, միջին պետությունների մասին է, երբ դա կարող է ռուսներին գրգռել։ Ուտեն կստանան, բայց չի նշանակում հայկական հատվածում չուզենա հարց լուծել։ Դրա համար մենք պետք է մոբիլիզացիոն վիճակ դրա համար ասեցի, բոլոր իմաստներով մոբիլիզացիոն վիճակում տելել ենք, մեր չափով եւ մեր հնարավորությունների շրջանակներում։ Չկա մտավախություն, որ Հայաստանը, ով այսպես արագորեն ցանկանում է անդամակցել Մաքսային միությանը, կդիտվի որպես ագրեսոր պետության դաշնակից։ Հայաստանը ամեն ինչ կարող է դիտվել, նայած ում տեսակետից, ում շահերի տեսանկյունից մենք այսօր կարիք ունենք մեր ազգային անվտանգության ապահովման եւ մեր ազգային անվտանգության երաշխավորումը միջուկային տերություն Ռուսաստանի կողմից։ Եթե չեն ուզում դիտել, թող Նախիջևան, Արցախը վերադարձնեն, Կարսն ու Արդահանն հետը միասին, մենք էլ չդիտվենք։ Այսինքն մենք երբևէ չպիտի նայենք ուրիշի ինչ կասի, չէ՞ դրանք քարոզչական հնարքներ են։ Ինչով է ագրեսոր Ռուսաստանը, կասեք։ Դուք պատկերացնում եք կամ ցանկացած հայ կողմը պատկերացնում է, եթե Ռուսաստանի ռազմաարդյունաբերական կոմպլեքսից փոխվում է Ուկրաինայի ռուսական հատվածի, դա ռուսական հատված է, ինչ-որ նաև ռուսական պատմական տարածք է, արդյունաբերական պոտենցիալի դուրս բերումը, պատկերացումը, դրա կռիվն է։ Ինչ է ուզում Արևմուտքը, Ուկրաինայի դեմոկրատացում, Են ուզում է Ուկրաինայի դեմոկրատացում ինչքան Հայաստանի դեմոկրատացում է ուզում, բայց ուզում է Ռուսաստանի պոտենցիալի նվազեցում, նրա թափի եւ այլ։ Եվ դրա համար փորձում է այդ ռուսական հատվածը դուրս բերել նրա ազդեցության գոտուց։ Կարևորի մասին հաղորդման շրջանակներում իմ գործընկեր Փայլակ Վահրադյանի հարցազրույցը Լևոն Շիրինյանի հետ ամբողջությամբ կարող եք դիտել Գալանյուսի այս թողարկման ավարտից հետո։ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղ ունեցող հասարակական քաղաքական իրողությունները եւ վերջին տասնօրյակում դրանց սրընթաց զարգացումները իրենց վրա են սևեռել միջազգային հանրության ուշադրությունը։ Դրանք անարձագանք չեն մնացել նաեւ Հայաստանում։ Ինչ դասեր կարող է քաղել Հայաստանը Ուկրաինայի իրադարձություններից եւ որոնք կլինեն այդ դասերը հասարակության, ընդդիմության եւ իշխանությունների համար, թե ներքին եւ թե արտաքին քաղաքականության առումով։ Այս եւ նման օրինակ այլ հարցերի շուրջ այսօր տեղ ունեցած քննարկման ժամանակ քաղաքագետ Մայա Կովանեսյանը նշել է, որ այժմ Ուկրաինայում ստեղծվել է միանգամայն նոր աշխարհաքաղաքական իրավիճակ իր կանխատեսերի եւ անկանխատեսերի զարգացումներով հանդերձ, իսկ այն անհամաձայնությունը, որը ծագել է Ռուսաստանի եւ Արևմուտքի միջեւ, վտանգի տակ է դնում նաեւ Մինսկի խմբի ձևաչափը, քանի որ այն կոչված է կարգավորելու նման օրինակ հակասությունները։ Իսկ դա իր հերթին անվտանգության խնդիր է նաեւ Հայաստանի համար, իսկ Գալայել լրագրողի հետ զրույցում քննարկման մասնակից մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Լավերտյանը կարծիք է հայտնել, որ գերտերություններից յուրաքանչյուրը, որոնք ներգրաված են ստեղծված իրավիճակում, հետապնդում է իրենց քաղաքական նկատառումները։ Բոլորը այսօր մոռանալով ժողովրդի բուն բարձրացրած խնդիրների մասին լուծում են իրենց աշխարհաքաղաքական իրենց արժև դրված, իրենց կողմից դրված խնդիրները։ Դա շատ ծանրագույն հետևանք է ունենալու ժողովուրդների վրա, ոչ թե այն նրանց վրա, ովքեր այդ քաղաքականությունը վարում են։ Մասնավորապես, երբ որ մենք խոսում ենք Ղրիմի մասին, հիշենք, որ Ղրիմի պատմությունը իրոք շատ խոճուտ, շատ բարդ պատմություն է։ Եվ այսօրվա օրով Ռուսաստանը իրեն փաստորեն որդեգրել է մի լեզու, հրետորություն, որով խոսում է միշտ Արևմուտքը։ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը որպես հիմնական այն միջնորդության ձևաչափ, որի շնորհիվ հաջողվեց 94 թվականի զինադադարից հետո պահպանել այդ զինադադարի ռեժիմը եւ հնարավորություն չտալ իրագործվելու Ադրբեջանի նկարտումներին ուրեմն նորից վերադառնալու պատերազմի տակփուլին, եթե դա հիմա Մինսկի խմբի ձևաչափը ապա մոնտաժվում է, իսկ դա անխուսափելի լինելու է, որովհետև եթե Ռուսաստանի դուրս են դնում Ž8-ից, եթե գնում է այս արճակատումը եւ չի հաղթահարվում, ապա այդ դեպքում այդ միջազգային միջնորդության ֆորմատը դառնում է այլևս անգործունակ։
Յանուկովիչի օրինակը թերևս ամենամեծ դասն է, թե ինչ պիտի անի երկրի նախագահը, սկսած օլիգարխիկ ընտանեկան բիզնես եւ այլ ուրեմն ստեղծելուց, երկրում փայ մտնելուց, վերջացրած ուրեմն նաեւ այս օրերով, երբ ըստ էության դա շարունակում է վերջին վատություններ անել սեփական իսկ պետությանը, երբ ՄԱԿ-ում հնչում է Ռուսաստանի դեսպանի կողմից, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հնչում է, որ ըստ էության Յանուկովիչը պահանջել է, խնդրել է, որպեսզի ռազմական ներխուժում լինի, այսինքն փորձում են այսօր Յանուկովիչի անձով պայմանավորել Ռուսաստանի գործողությունների լեգիտիմությունը, ոչ թե միջազգային իրավունքով, այլ Յանուկովիչի խնդրանքով։ Եթերում Գալանյուսն է։ EV Consulting ընկերությունը եւ տնտեսություն եւ արժեքներ հետազոտական կենտրոնը հրապարակել են Հայաստանի ազգային մրցունակության 5-րդ զեկույցը աճի հրամայականը եւ խոչընդոտները թեմայով։ Զեկույցի թեման երկարաժամկետ եւ կայուն աճը զսպող առանցքային սահմանափակումների բացահայտումն է։ Այն նպատակաուղղված է պետական եւ մասնավոր հատվածների միջև երկխոսության ձևավորմանը, նպաստելով աճի առանցքային սահմանափակումների վերացման ուղղված օրակարգի մշակմանը։ Արդյունավետ կառավարման հրամայականը ստիպում է առաջնահերթություններ սահմանել եւ առաջին հերթին կենտրոնանալ առանցքային սահմանափակումների վրա։ Անհապաղ եւ արդյունավետ միջամտություն Հայաստանի տնտեսության 4 սահմանափակումները վերացնելու համար։ Դրանք են մարդկային կապիտալի ցածր որակը, անկատար մրցակցային միջավայրը, հնարավորությունների բացահայտման պակասն ու միաչափ ֆինանսական համակարգը։ Այս մասին առաջին մի քանի րոպեն խոսեց EV Consulting ընկերության տնօրենը։ Նախատեսված չէր, բայց դեմ չեղավ պատասխանել հարցերի։ Առաջին հարցը հեգնական էր, զեկուցողին դրեց անհարմար իրավիճակի մեջ։ Ինչպես եք զարգացնելու տնտեսությունը, երբ կենտրոնական բանկի գնահատականով տնտեսությունն առավելագույնս զարգացած է։ Բանկային համակարգի զարգացման առումով շատ առաջընթաց դիրքեր ունեն։ Այսինքն միաչափ է գնացել զարգացումը ֆինանսական։ Զարգացման ուղիներ զեկույցում այնուամենայնիվ նշված են։ Պետություն մասնավոր հատվածի առանցքային փոփոխություններ։ Հնչեց դիտարկում կառավարությունը փոփոխությունները սկսել է ոչ թե առաջին արտար դաշտի ստեղծում, այլ վերջին ֆինանսական համակարգի զարգացում կետից, կիրառելով պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակային համակարգը։ Թեպետ կենսաթոշակային բարեփոխումների բուն էությունը նպատակը դա ֆինանսական շուկայի զարգացումը չէ։ Հարցերի հնարավորությունը այսպիսով սահմանափակվեց, ներկաները շուրջ կես ժամ սպասեցին, մինչև եկավ վարչապետն իր թիմի հետ, հարմար տեղավորվեցին ու լսեցին Հայաստանի ազգային մրցունակության 2013-2014 թվականների զեկույցը, 112 էջ, գծապատկերներ, թվեր, համեմատություններ ու տոկոսներ, գրեթե բոլոր դեպքերում դինամիկան նվազող է։ Հայաստանը բումի տարիներին, այսպես ասած, բավականին բարձր համախառն կապիտալի կուտակում է ցույց տվել, որից հետո 2008-ից արդեն շարունակաբար դրանք նվազել են։ Զեկույցն ավարտվեց, խոսելու հերթը վարչապետինն էր։ Հերքումներ չեղան, շատ ոլորտներում իսկապես անկում գրանցվել է։ Փոխարենը վերահաստատվեց հետագա մարտավարությունը։ Առանց կառավարության աջակցության հնարավոր չէ այս փակուղուց դուրս գալ։ Կառավարությունը իրավունք չունի ձեռքերը լվանալ եւ գործարարին մենակ թողնել իր խնդրի հետ։ Պետության կողմից ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորումը ավելի առաջնահերթ է այս խնդրի հետ համեմատած, մասնավորապես արդար հավասար մրցակցային միջավայր, որը մեզ չի հաջողվել ձևավորել Հայաստանի Հանրապետությունում։ Ելույթներին հաջորդեց հարց-պատասխանը, ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին հետաքրքրում էր զեկույցի հեղինակները ուսումնասիրել են Հայաստանի տնտեսական նորընտրության հետևանքները։ Պարզվեց ոչ։ Հարցին հաջորդեց Արմեն Մարտիրոսյանի ելույթը, հիշեցրեց այսօրվա խնդիրների մասին, վարչապետը խոսել է դեռ 2008-ին։ Մինչև հիմա մենք չկարողացանք խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր անել։ Ու չենք էլ կարող։ Վարչապետը չարձագանքեց, Մարտիրոսյանը շարունակեց. Մեր երկիրը ոչ թե ծերացող, այլ արտագաղթող է։ Ելույթն ավարտվեց, հնչեցին հարցեր, ուղղված էին ոչ թե զեկուցողին, այլ կառավարությանը։ Վերջինս սակայն պատրաստակամ չէր պատասխանելու նաև լրագրողների հարցերին։ Նայրան Աբանդյան, Սևակ Գրիգորյան, Գալանյուս։ Այսօր Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը եւ Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը քննարկել են տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի 2013 թվականին Վաշինգտոնում կայացած նիստի արդյունքները։ Ելնելով պետական գնումներում կատարված բարեփոխումների նախկին ձեռքբերումներից, Հայաստանը կշարունակի Միացյալ Նահանգների կառավարության հետ համագործակցությունը վերապատրաստման ու աջակցության ծրագրերում։
Իսկ Գազպրոմ Արմենիան հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ անապահով ընտանիքները կարող են օգտվել բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցումից։ Հաղորդագրությունում ասվում է, որ փոխհատուցումը տրամադրվում է 2013 թվականի հուլիսի 7-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31 տնկան ժամանակահատվածում։ Անապահով ընտանիքը 450 խորանարդ մետրի չափով բնական գազի համար վճարում է 100 դրամ 1 խորանարդ մետր սակագնով։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման մի քանի պաշտոնյաների ու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստ է։ Տեղեկացնենք, որ 2013 թվականի հունիսից ընթացող սույն գործի քննությունն արդեն մոտենում է ավարտին։ Մեղադրող դատախազ Հովհաննես Ինոկյանը արդեն ընթերցել է մեղադրական ճառը, իսկ այսօրվա նիստին հերթը գործով 4 ամբաստանյալների պաշտպանական ճառի հրապարակումն էր։ Սակայն ամբաստանյալներից միայն սոցավը Գյումրու տարածքային բաժնի նախկին պետ Էդվարդ Վարժապետյանի փաստաբանն է պաշտոնական ճառով հանդես եկել, մյուսները դատարանից ժամանակ են խնդրել։ 4 ամբաստանյալներն ու փախուստի մեջ գտնվող սոցապի մյուս աշխատակից Անյա Խաչատրյանը հիշեցնենք մեղադրվում են փաստաթղթեր կեղծելու եւ պետությունից շուրջ 91 միլիոն դրամ կենսաթոշակի թաղման, նպաստի եւ ժառանգվող գումար հափշտակելու եւ յուրացնելու մեջ։ 8 ամիս ընթացող գործի քննությունն արդեն ավարտվում է։ Դատարանում այսօր պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալներից Էդուարդ Վարժապետյանի փաստաբան Սուսաննա Մխիթարյանը։ Նա հայտարարեց, թե Վարժապետյանն ընդունում է իր մեղքը եւ առաջարկեց դատարանին վերջինիս նկատմամբ համաներում կիրառել։ Գույքի վրա աշկելանքը վերացնել պետության պարտ չունենալու հիմքով եւ վերացնել ստորագրություն չհերանալու մասին խափանման միջոցով։ Նշենք, որ Էդուարդ Վարժապետյանի նկատմամբ համաներում կիրառելու առաջարկով դատարանում հանդես է եկել նաև պետմեղադրողը։ Նա մեղավոր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան, նշանակել ազատազրկում 4 տարի ժամկետով, դրա նկատմամբ կիրառել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2011 թվականի որոշման համապատասխան կետեր նրան ազատել պատժի կրումից նշանակված։ Պետմեղադրողը մեղադրական ճառով առաջարկել է դատարանին ամբաստանյալ սոցապի գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանին դատապարտել ազատազրկման 4, վճարող տեսուչ Կիմա Փիլոյանին 5 եւ վճարումների ծառայության ստորաբաժանման նախկին պատասխանատու Ռուբեն Մնացականյանին 3.5 տարի ժամկետով։ Սակայն վերջիններից նկատմամբ համաներումը չի տարածվում, քանի որ քաղաքացի հետ կապված վեճ գոյություն ունի։ Պաշտպանական ճառով հանդես գալու համար դատարանը խոսքի իրավունք տվեց Արթուր Աբրահամյանի շահերի պաշտպանին, սակայն Թամարա Յայլոյանը միջնորդեց դատարանին ժամանակ տալ ճառին պատրաստվելու համար։ Անհրաժեշտություն կա մենք մեր արդ խորտակցենք եւ ես նախապատրաստվեմ այլ ելույթ ունենալու համար։ Հիմա այլ բան եմ պատրաստել, իմ պաշտպանյալը մեկ այլ ուրիշ բան ասել։ Ավարտով պետք է հաշվի առնենք նաեւ դատարանի աշխատանքային գրաֆիկը։ Հաշվի առնենք նաեւ, որ այսքան ժամանակ մենք այս դատարանը զբաղվում եւ ձեր ասելիքը պայմանավորվենք այդ ժամկետներում տրամադրել։ Պաշտպանական ճառ ներկայացնելուց հրաժարվեց նաև ամբաստանյալներ Կիմա Փիլոյանի եւ Ռուբեն Մնացականյանի փաստաբանը հետեւյալ պատճառաբանությամբ։ Դիրքորոշում է փոխվում, որը նույնպես շատ կապված է իմ պաշտպանյալների շահերի հետ, ես ինչպես կարող եմ մինչ նրանց տեսելը ինչ-որ բաներ հաջողություններ։ Նիստի ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Ռուբեն Մնացականյանը։ Նա դատարանում հրապարակեց մի փաստաթուղթ, համաձայն որի գումարային յուրացումները սոցապի Գյումրու տարածքային բաժնում շարունակվել են նաև սույն դատաքննության ընթացքին զուգահեռ։ Նույն մեխանիզմով 4 միլիոն է հափշտակվել։ 15 թոշակառուների անունով, խնդրեմ թոշակառուները։ Այսինքն այս վիրահատության ժամանակ մեդաստասները մնացել են տեղում։ Այն 8 ամիս, որ առարգայել ճարս կտրավ, առանց լոջիկի թրիշ կազմակերպեցի, շղթան կտրեցի, եսելի, եկավ աբացեց։ Եվ սա շատ բարձր մագարտակով թաքցրեցին, որովհետեւ լույս չսփրել այս դատավարության վրա։ Դատավոր Էդուարդ Մանուկյանը սակայն նշեց, թե արված հայտարարությունը սույն գործի հետ կապ չունի։ Այնինչ Մնացականյանն այլ կարծիքի է։ Գումարային չարաշահումները Գյումրու սոցապում շարունակվել են, ինչը ըստ նրա ինքնըստինքյան խոսում է այն մասին, որ իրական մեղավորները չեն կանգնած պատասխանատվության առջև։ Գործ ունենք, հղկված, շատ հղկված, չդեմ ավազագախումբ է, թե ժուլիկ են, չդեմ ում հետ,
Այ որոնք կարողացել են եւ չի բացառում, որ քննչական խմբին որ պրոֆեսիոնալները նրանցել են բոլորության մեջ գցել։ Ռուբեն Մնացականյանի կողմից հրապարակված փաստաթուղթը հանձնվեց մեղադրող դատախազին, իսկ դատավորը բավարարեց ամբաստանյալ Արթուր Աբրահամյանի փաստաբան Թամարա Յայլոյանի միջնորդությունը եւ դատական նիստը 10-օրյա ժամկետով հետաձգելու որոշում կայացրեց։ Հերմինե Մկրտչյան, Համբարձում, Պապոյան, Գալենյուս։ Հայաստանում շարունակական բնույթ կրող արտագաղթի հետևանքով երկիրը կանգնած է դեմոգրաֆիական ճգնաժամի առաջ, իսկ Գյումրին արդեն իսկ համարվում է ծերացող քաղաք։ Մարդիկ արտագաղթում են հիմնականում սոցիալ-տնտեսական ծանր պայմանների, ինչպես նաև հայրենիքում ապագայի հեռանկարներ չտեսնելու աշխատատեղերի բացակայության պատճառներով։ Ոլորտի մասնագետներն ընդգծել են, որ կարևոր է ոչ միայն երևույթի քանակական, այլև որակական կողմը, քանի որ երկրից հեռանում են որակյալ մասնագետներ, ովքեր կարող են իրենց ներդրումն ունենալ Հայաստանում տարբեր բնակավարների զարգացման գործում։ 84-ամյա Խանոմ Վարդանյանը միայնակ է ապրում, 3 զավակներ ունի, սակայն 3-ից եւ ոչ մեկն այսօր կողքին չէ։ Ասում է Հայաստանից արտագաղթած զավակները բոլորն էլ բարձրագույն կրթություն են ստացել, բայց հայրենիքում աշխատանք չգտնելու պատճառով ստիպված են եղել մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Միայնակ ապրելը դժվար է տարեց կնոջ համար, սակայն նա առաջին հերթին մտածում է իր երեխաների բարեկեցության մասին։ Կինը հույսեր էլ չունի, թե մի օր նրանք իր կողքին կլինեն, քանի որ չի կարծում, որ մոտ ապագայում երկրի սոցիալ-տնտեսական վիճակը կբարելավվի։ Մելեցենք թե մերուն գնացին, ինչի մնացածներ տա, ինչքան գնացին, ապսոս չէ մեր քաղաքը, մնացել ենք մեզուպես պարավները, մենք գնացող ենք, բայց վայգային մնացողին, որ նոր երդացարդ է ու բդի շարունակ ես կյանքը, ինչ է։ Այսօր Գյումրին շատերն են լքում, ըստ աշխարհագրագետ Արտաշես Բոյաջյանի, արտագաղթի հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական ծանր պայմաններն են, իսկ արդյունքը դեմոգրաֆիական այն ճգնաժամը, որի առջև կանգնած են ոչ միայն Գյումրին ու Շիրակի մարզը, այլև ամբողջ երկիրը։ Հանրապետությունում ժողովրդագրական վիճակը կարելի ասել անկայուն է։ Մենք միայն քանակական կողմն ենք վերցնում, պետք է վերցնել նաև որակական կողմը։ Այսինքն աշխատունակ բնակչության մեջ որակյալ մասնագետների տեսակարար աշճանաբար նվազում է, աշխատանքային ռեսուրսների ավելցուկի պայմաններում բնականաբար ակտիվ աշխատունակ տարիքի բնակչությունը ձգտում է իրեն աշխատանք գտնել, եթե հայրենիքում չի գտնում, արդեն սկսում է արտագաղթել։ Այսինքն Հայաստանում արտագաղթը հիմնականում պայմանավորված է սոցիալ-տնտեսական եւ քաղաքական գործոններով։ Եթե բնակչության 8%-ից ավելին 65 եւ բարձր տարիքի մարդիկ են կազմում, ապա արձանագրվում են ծերացման միտումներ, իսկ եթե այդ թիվն անցնում է 20%-ից, արձանագրվում են խորը ծերացման միտումներ։ Նման բնակավայրերն անվանում են մահացող։ Գյումրին համալրում է ծերացող քաղաքների շարքը։ Այդ մասին վկայում են պաշտոնական տվյալները։ Պաշտոնական տվյալներով քաղաքի բնակչության 14% եւ ավելին 65 եւ բարձր տարիք ունեն, բայց ոչ պաշտոնական տվյալներով 20%-ից ավելի է։ Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդավան Գրիգորյանն իր հերթին նշում է, որ վերջին տարիներին նկատվում է դիմորդների թվի նվազում։ Նվազել է նաև այն աշակերտների թիվը, ովքեր հանրակրթական դպրոցն ավարտելուց հետո անցել են ավագ դպրոց։ Հիմնական պատճառը դարձյալ արտագաղթն է։ Տարբեր պատճառներ կան, իհարկե նաև պայմանավորված է արտագաղթով, ինչպես գիտեք, ուրեմն շատ շատերը դուրս են գալիս հանրապետությունից, այսօր նաև ունենալով ավագ դպրոց, անցած տարի մենք ընդհանրապես հավաքագրել ենք ավագ դպրոցում 15 աշակերտ, 15-17 աշակերտ, եթե չեմ սխալվում։ Այսինքն դա խոսում է այն մասին, որ հանրակրթությունից ավագ դպրոցում էլի նորից քիչ մարդիկ են անցնում, այսինքն եթե քիչ աշակերտներ են անցնում ավագ դպրոց, նաև քիչ դիմորդներ է լինում բուհերում։ Ինչու են երիտասարդները լքում հայրենիքը։ Եվրոպական ակադեմիայի ուսանողուհի Ռեբեկա Հովհաննիսյանը պլանավորում է ուսումն արտասահմանում շարունակել։ Կարծում է, որ այնտեղ ավելի լավ աշխատանք կգտնի։ Իր ընկերներից շատերն են մեկնել արտասահման, այնտեղ աշխատանք գտել եւ այլևս չեն ուզում վերադառնալ։ Եկել են երիտասարդներ, ովքեր տարբեր ծրագրերի միջոցով գնացել են, այնուհետև հետ վերադառնալուց հետո կրկին առաջարկ են ստացել ինչ-որ չափով կրթություն շարունակել կամ աշխատանքային առաջարկներ եւ հիմա գտնվում են այնտեղ, իսկ հիմնական պատճառները գուցե տնտեսական անկայունությունը, ինչպես նաև աշխատանքային հեռանկարներ չկան։ Աշխատատեղերի հիմնում արդյունաբերության զարգացում, այսպես է հնարավոր կրճատել արտագաղթի ծավալները, կարծում են զրուցակիցներս։ Քաղաքը առանց արդյունաբերության քաղաք չի։ Եթե ֆինանսական միջոցները կներդրվեն ոչ թե սոցիալական ոլորտ, ասելով եսի նկատի ունեմ, ասենք այնտեղ նպաստներ
որ մարդկանց վերում հանգեցնում են, այսպես ասած, նպատակային գործազրկության կամ պարտադիր գործազրկության, երբ մարդը չի ուզում աշխատել, եթե դու անընդհատ այդ մարդուն նպաստ ես տալիս եւ հնարավորություն չես տալիս աշխատելու, նա արդեն իր աշխատանքի որակը ընկնում է, բայց երբ որ դու կապիտալ ներդրումներ ես անում արդյունաբերության մեջ եւ մարդկանց ներգրավում ես արդյունաբերական աշխատանքների մեջ, դա լրացուցիչ բերում է հարկերի մուտքի ավելացման քաղաքային տնտեսության, բյուջեի ավելացման, մարդկանց աշխատատեղերի ավելացման, ինչն էլ կտրուկ նվազեցնում է արտագաղթի ծավալները։ Արդյունաբերության զարգացման համար անհրաժեշտ են կապիտալ մեծ ներդրումներ, ինչն էլ երկրի քաղաքական եւ տնտեսական կայուն հավասարակշռված վիճակի առկայության դեպքում է հնարավոր։ Իսկ դրա համար ըստ ոլորտի մասնագետների մեր երկրում ներկայումս պայմաններն այնքան էլ բարվոք չեն։ Մյուս թեմաների մասին այսօր հայաստանցի քաղաքացիական անձը, ով նախկինում ազատազրկման մեջ էր գտնվում Բաքվում, հայրենադարձվել է Հայաստան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո։ Խոսքը Ադրբեջանում գերեվարված Հայաստանի Հանրապետության քաղաքացի Տավուշի մարզի Վերին Կարմիրախբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի մասին է։ Ի պատասխան Ադրբեջանի կողմից այս օրերին Խոջալուի դեպքերի առնչությամբ սանձազերծված քարոզչական արշավի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանատունը տարածել է հայտարարություն։ Դրանում ասում է, որ Ադրբեջանը շարունակում է ապակողմնորոշել միջազգային հանրությանը եւ ժողովրդին կեղծելով Ղարաբաղյան հակամարտության էությունն ու պատմությունը եւ մասնավորապես Խոջալուի իրադարձությունները։ Կեղծելով Խոջալուի դեպքերը երկիրը փորձում է խուսափել իրականացված հայկական ջարդերի պատասխանատվությունից։ Ադրբեջանը փորձում է ներկայանալ որպես զո, այդպիսով հող նախապատրաստելով Լեռնային Ղարաբաղի դեմ նոր պատերազմ սանձազերծելու համար, ասված է հայտարարության մեջ։ Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման Սպիտակ տանը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Օբաման վստահություն է հայտնել, որ Իսրայելը եւ Պաղեստինը խաղաղ ճանապարհով կգնան վերջնական համաձայնության։ Ես վստահ եմ, որ դեռևս հնարավոր է երկու պետությունների ստեղծումը, որոնց ժողովուրդները կապրեն կողք կողքի խաղաղության ու անվտանգության մեջ, ասել է Օբաման։ Միացյալ Նահանգների նախագահը խոստովանել է, որ հակամարտության լուծումը կլինի դժվար եւ պահանջում է փոխզիջում բոլոր կողմերից։ Օբամայի խոսքով, եթե դա հեշտ լիներ, ապա կհաջողվեր հարցը լուծել շատ տարիներ առաջ։ Նախագահը երախտագիտություն է հայտնել Նեթանյահուին տևական մերձավոր արևելյան բանակցություններում նրա ջանքերի համար։ Իր հերթին Նեթանյահուն վստահեցրել է, որ իսրայելցիները հակված են բանակցությունների խաղաղ լուծմանը։ Վերջինս եզրափակել է, որ իրենք հետաքրքրված են իրական խաղաղությամբ, որը կամրագրվի միմյանց հարգող անկախ պետությունների ճանաչմամբ։ Վենեսուելայում հակակառավարական ցույցերն ու անկարգությունները չեն դադարում։ Կարակասում իրավապահները արցունքաբերկած եւ ռետինե փամփուշտներ են կիրառել, սակայն դա չի օգնել կանխել բախումները։ Ցուցարարները պահանջում են նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ արտգործնախարարի հրաժարականները, իսկ վերջինիս մեղադրում են 18 ցուցարարի մահվան մեջ։ Ներկայիս ակցիան տեղի է ունենում նախկին նախագահ Ուգո Չավեսի մահվան տարելիցին նվիրված միջոցառումների ֆոնին։ Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան ձևակերպել է փաստաթղթերը պետության ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար։ 1999 թվականից իշխանության ղեկին գտնվող Բուտեֆլիկան փորձում է վերընտրվել 4-րդ ժամկետում։ Երկրում նախագահական ընտրությունները նշանակված են 2014-ի ապրիլին։ Երկու ոստիկաններ, ովքեր մեղադրվում են եգիպտացի բլոգեր Հալեդ Սաիդի սպանության մեջ, դատապարտվել են 10 տարի ազատազրկման։ 29-ամյա բլոգերին ոստիկանները մահացու ծեծել էին 2010-ին Ալեքսանդրիայում։ Սպանության համար պատճառ են հանդիսացել համացանցում Սաիդի տեղադրած տեսանյութերը, որոնք վկայում են երկրում կոռուպցիայի բարգավաճման մասին։ Փարիզում 76 տարեկանում մահացել է արհեստական սրտով աշխարհում առաջին մարդը։ Փոխպատվաստման աշխարհում առաջին վիրահատությունը կատարվել էր 2013 թվականի դեկտեմբերի կեսերին Ժորժ Պոմպիդոյի եվրոպական հոսպիտալում։ Տղամարդը մահամերձ վիճակում էր, սակայն վիրահատությունից հետո բժիշկները նրա վիճակը գնահատել էին կայուն։ Արման Գևորգյան, Կալանյուս։ Այժմ բարեկամներ ծանոթացեք մարզաշխարհի նորություններին, այնուհետև եղանակի տեսությանը կհանդիպենք ժամը 22-ին։